Պարոն Աբրահամյան, ադրբեջանական կողմը շարունակում է Զանգեզուրի միջանցք չապերտավոր ասել տերմինը օգտագործել թրիփի ուղու փոխարեն։ Ֆիդան էլ հայտարարել, թե Զանգեզուրի միջանցքը վիճակերտավոր կբացի այնպես, ինչպես Ադրբեջանն է ուզում։ Այստեղ ինչ խնդիրներ եք տեսնում։ Հայկական կողմը շարունակում է պնդել, որ մենք պայմանավորվել ենք այն, ինչ պայմանավորվել ենք։ Ով է ճիշտ, ինչ խնդիրներ եք տեսնում։ Հիմա տեսեք, գլխավոր խնդիրը, որ պետք է հասկանալ, հետևյալի մեջ է։ Այս ռեգիոնալ համատեքստում ճանապարհը երթուղի միջանցք, ինչպես կուզեք կասեք, որը անցնում է Հայաստանի Հանրապետության տարածքով այդ 42-43 կիլոմետրը եւ այն պայմանները, որոնք ապահովում են սահմանային առումով անվտանգություն, մաքսային եւ այլն, սրանք ունեն փոխադարձության սկզբունք եւ արդյոք դրանք տարածվում են օրինակ հայկական հնարավոր բեռների ագարակով Նախիջևան դեպի կամ Երասխ տեղափոխման համար։ Սրանք այդ նույն սկզբունքների առումով, փոխադարձության առումով համադրել են Հայաստանով, Ադրբեջանի տարածքով միջին Ասիա կամ Ռուսաստան տեղափոխումներ։ Հիմա Թուրքիա եւ Ադրբեջանի ղեկավարները մեծ առումով ասում են, ոչ, Հայաստանի իշխանություններն ասում են, որ տրամաբանորեն դա այդպես պետք է լինի, այսինքն մենք չենք խոսում կոնկրետ պայմանավորվածության մասին, փաստաթղթային առումով մենք տեսնում ենք միայն պայմանավորվածություն, որոնք վերաբերում են Հայաստանին եւ պարտավորություններ, որոնք պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետությունը։ Բայց մնացած մասը որևէ բան մենք չենք տեսնում։ Հիմա եթե մի քանի վագոն դիզվառելիք է գալիս կամ ցորենա գալիս Վրաստանի տարածքով Հայաստանը մոտ գործում, դրանք որևէ կապ չունեն կամ համեմատելի չեն Հայաստանի տարածքով ստեղծվող ենթակառուցվածքին, որտեղ բավական մեծ մասնաբաժին ունեն Միացյալ Նահանգները, ըստ էության վերահսկիչ փաթեթը գտնվելու է 3-րդ երկրի մոտ, անկախ նրանից թե Միացյալ Նահանգները, Ֆրանսիա թե Ռուսաստանը, եւ այս պայմաններում գնահատել ռեգիոնալ համատեքստում այն հնարավորությունն է Հայաստանը ինչ է ձեռք բերում եւ ինչ է կորցնում, բնականաբար այստեղ ամբողջության մեջ դժվար է գնահատել։ Խոսեցիք ամերիկյան ընկերության շահույթի մասին, այն 74% է լինելու, մեզ միայն 26%-ն է բաժանվել։ Ձեր թվարկած խնդիրները եւ սա, շահույթ մենք ունենք դրանից։ Ես ուզում եմ նաեւ հիշեցնել, որ երբ որ Վաշինգտոնյան պայմանավորությունների օգոստոսին եղավ, իսկ ամերիկացի դիվանագետները խոսում էին 99 տարով պայմանագրի մասին, Հայաստանում դեռևս քաղաքական մեծամասնության որոշ ներկայացուցիչներ հերքում էին, ասում են նման բան չի քննարկվել, եւ երբ որ խոսվում էր համատեղ ձեռնարկության կամ կամպանիայի ստեղծման մասին, ասում են, որ դա հավասար պայմաններում է լինելու եւ այլն, այսինքն ըստ էության, որը դեպքում չի խոսվել Միացյալ Նահանգների վերահսկիչ փաթեթ ունենալու հնարավորության մասին, բայց նույնիսկ այն պայմաններում փաստաթղթում է դրա մասին նշված, որ հետագայում այն կարող է երկարաձգվել, նույնիսկ երկարաձգման պայմաններում նշվում է, որ կրկին մեծամասնությունը 50+1 փաթեթը լինելու է ամերիկյան մասնաբաժինը։ Միացյալ Նահանգների կողմից բնականաբար սա անկարելի է, իր համար սա շատ կարևոր քայլ է, որովհետև մի կողմից ինքը վերահսկելու է այս կողմով միջին միջանցքով անցնող մի ուղղությունը, մյուս կողմից սա նաև Ռուսաստանը շրջանցող ուղի է, որը Միացյալ Նահանգների համար բավականին կարևոր է այլընտրանք ստեղծել եւ հնարավորինս Ռուսաստանին մեկուսացնել։ Երրորդը, ստեղով կարող են լինել տրանզիտային մեծ ուղևորափոխադրումներ, նույն այս պահին ավելի շատ խոսում են բեռների մասին, եւ Միացյալ Նահանգները նաեւ բիզնեսի տեսանկյունից իր ընդհանուր փայաբաժնում բավականին մեծ տեղ ունենալով բնականաբար շահում է։ Այսինքն Միացյալ Նահանգները ինքն իր խնդիրը կատարում է, ինքի իր պետության տեսանկյունից կարևոր հարց է լուծել եւ այդ քաղաքականությունը շարունակում է։ Մի կողմից իր համար իր հետաքրքրությունների տիրույթի Իրանն է, մի կողմում Ռուսաստանն է, բոլոր տեսանկյունից ինքը իր խնդիրները լուծում է եւ այլ բան է, թե ինչ է ստանում Հայաստանի Հանրապետությունը։ Հասկանում եք, Հայաստանի Հանրապետությունում մարդիկ կոնկրետ պաշտոնյաները խոսում են խաղաղության մասին, իսկ Ադրբեջանը որևէ խնդիր չի տեսնում, երբ որ իր զորքերը շարունակում են մխրշված մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Տեսել է որևէ մեկը որևէ ակնարկ, չեմ խոսում երաշխի կամ հավաստիացման մասին, որ ադրբեջանական զորքերը դուրս են գալու այդ տարածքներից, չկա նման բան։ Հայաստանի իշխանությունները հղում են անում պայմանական դելիմիտացիայի գործընթացին, որը այս պահին չկա, 1.5 տարի արդեն չկա,
տեղություն ունում, պարզ չի թե որտեղ գնա, կանգնի կամ կհասնի որևէ կետի թե ոչ, բայց տեղի ունենում պրոցեսներ, Հայաստանի իշխանությունը փորձում է հաղթանակի կամ խաղաղության իմիտացիա ստեղծել, փորձում է ամեն կերպ երրորդ պլան մղել ադրբեջանական ներկայությունը Հայաստանի Հանրապետության տարածքներում, ձեռքի հետ խոսում է տարածքների մասին, որոնք այս պահին գտնվում են Հայաստանի վերահսկողության տակ, բայց դրանք հռչակվել են ադրբեջանական եւ այլն։ Այսինքն բիզնեսի փողի լավ օրվա խոստման տակ քաղաքական առաջնահերթություններ են հանձնվում եւ սա փորձում են խնամքով շրջանցել։ Հիմա մենք գտնվում ենք նախընտրական փուլում, կուսակցությունների ակտիվ քննարկումներ ունեն, միմյանց հետ ինչ է անում հանրապետականը։ Հանրապետական առ այս պահը դրա մասին քննարկում չի իրականացրել, ըստ այդմ էլ ընտրությունների հետ կապված դեռևս որոշում չունի։ Բնականաբար առաջիկայում մենք այդ մասին քննարկելու, խոսելու հնարավորություն կունենանք։ Այսօրվա պրոցեսները զուտ դասական առումով ընտրական գործընթացներ չեն, դրանց վրա ազդող մեծաթիվ գործոններ կան, սկսած իշխանության կողմից բռնաճնշումների այն մեծ ծավալը, որ այսօր մեր երկրում դրսևորվում է եւ բազմաթիվ քաղաքական գործունեություն, հասարակական գործունեություն ունեցող մարդիկ պարզապես քաղաքական հետապնդումների տակ են, մի մասը գտնվում են ազատազրկման վայրերում եւ այլն, եւ իշխանությունը խիստ անհավասար պայմաններ է ստեղծում ընտրական պրոցեսներում քաղաքական մյուս ուժերի համար եւ բնականաբար այդ առավելությունը ապահովում սեփական ուժի հաջողությունը ապահովելու համար։ Մյուս կողմից գործընթացներ են տեղի ունենում, որոնց համատեքստում պետք է հասկանալ, թե յուրաքանչյուր քաղաքական ուժ ստեղծված իրավիճակում ոնց պետք է գործի եւ ինչ ուղղությամբ պետք է առաջ տանի իր համար սկզբունքային կամ օրակարգային համարվող թեմաները։ Սրա մասին ունենանք առաջիկայում կարծում եմ որոշում եւ դրա մասին հրապարակային խոսենք։ Ընտրության մասնակցելու ձևաչափը չի։ Դե բնականաբար, քանի ընտրությունների մասին չենք խոսել, ըստ այդմ նաեւ ձևաչափ չի քննարկվել։ Իջմենտի գործընթացը, հա, նախաձեռնել էիք հետ քպարկաների համոզեցիք, ասում են բանակցությունները տանում են ձևաշխատում։ Սրա մասով երկու ուղղություն կար, որ պետք է աշխատել, դա ներքին դաշտներ, որը պետք է հնարավորություն ստեղծել լայն կոնսոլիդացիա ապահովելու ոչ միայն նպատակի այն է իշխանության հեռացման մասով, այլ նաև ընդհանուր գործողությունների միջոցառումների իրականացման մասով, որովհետև այստեղ խնդիրը զուտ քվեարկությունը չէ, որ պետք է միայն խորհրդարանում տեղի ունենա, այլ այն քայլերի հաջորդականությունը, որը պետք է տեղի ունենա խորհրդարանից մինչև փողոց, եւ երկրորդը դա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում Տեխնացուի անձի հետ կապված իրավիճակն է, տեղյակ եք, որ Դավիթ Համբարձումյանը, ով նաև մասից խոշորացված համայնքի նախկին ղեկավարն էր, իշխանության ակնհայտ ապօրինի գործողությունների հետևանքով այսօր գտնվում է ճաղերից այն կողմ եւ թեև այս պահին կարգավիճակի առումով շարունակում է մնալ մեր տեխնացուն, բայց բնական է, որ սա նաև բազմաթիվ խնդիրներ այդ տեսանկյունից է առաջացել, առաջիկայում այս թեմայի հետ կապված մենք ունենանք նաև ասելիք մեր որոշակի նաև իրողությունները գնահատելով եւ լրացուցիչ սրա մասին խոսենք։